Հաշվառումների գործընթացում փոփոխությունները փոխկապակցված չեն ընտրությունների հետ, տեղեկացնում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը։ Դավթյանի խոսքով դեկտեմբերի վերջին կատարված փոփոխությամբ բացառապես հնարավորություն է ստեղծվել, որ փաստացի հիմունքներով հաշվառման դիմումները ընդունվեն նաև առցանց հարթակում, հեշտացնելով մարդկանց կյանքը։ Մինչև անգամ սա էլ մանիպուլացվում է, եւ ես ինքս տեսել եմ շատ գրառումներ, որոնք այն մասին են, որ հիմա շատ ավելի հեշտ կլինի եւ օնլայն տարբերակով, այսինքն նույնիսկ առանց միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տարածքային բաժին մոտենալու հնարավոր կլինի փոխել հաշվառումը, ինչու այո, այդպես է եւ սա ընդհանուր առմամբ շատ բնականորեն բխում է մեր թվայնացման օրակարգից եւ հանձնառությունից։ Անձը, որը ցանկանում է հաշվառվել այն տարածքում, որտեղ բնակվում է փաստացի հիմունքներով, դեռ 2005 թվականից է հնարավորություն ունեցել մոտենալ տարածքը սպասարկող անձնագրային ծառայություն եւ հայտնել իր բնակության վայրը։ Համայնքային ոստիկանության ներկայացուցիչը սահմանված օրերի ընթացքում մոտենում եւ փաստացի բնակությունը ստուգում է։ Շատ են նաև այն մտահոգությունները, որ անվստահություն կա ոստիկանության տեսուչի ստուգման նկատմամբ, բայց ես պետք է հավաստիացնեմ, որ մենք չենք ունենում սխալմունքներ կամ սխալվելու հավանականությունն այստեղ այնքան է, որքան ցանկացած հանրային ծառայություն մատուցելու մեջ ցանկացած վարչահարության գործընթացում տեխնիկական վրիպակներ այո միշտ էլ կարող են լինել։ Դավթյանը նշում է, որ շատ տարածված սցենար է նաև, երբ տվյալ բնակելի տարածքի սեփականատերը դիմում է, որ երբեք որևէ մեկը իր հասցեով չհաշվառվի, իսկ եթե հաշվառումն արդեն կա, մեկ դիմումի հիման վրա խնդիրը կարող է լուծվել։ Եթե տվյալ բնակելի տարածքի սեփականատերը մեկը չէ, մեկից ավելի անձինք են համասեփականատեր հանդիսանում, ապա նրանցից յուրաքանչյուրը պետք է համաձայնություն տա, որ մենք հաշվառում իրականացնենք, եթե համաձայնության հիմքով ենք հաշվառում, ոչ թե փաստացի բնակության, բայց եթե սեփականատերից որևէ մեկը ուզեց դուրս գրել հաշվառումից, միայնակ կարող է։ Անդրադառնալով այն գրառումներին, որ մարդկանց հասցեում կան հաշվառված անձինք, որոնց նրանք չեն ճանաչում, Դավթյանը նշում է, հաշվառման կարգին հակասող որևէ դրվագ չի արձանագրվել։ Բնակարանը վաճառվում է տարիների ընթացքում, տասնյակ տարիների ընթացքում 2005 թվականից ի վեր մի քանի անգամ։ Եվ միշտ չէ, որ գնորդը կամ վաճառողը նաև ուշադրություն է դարձնում այդ հանգամանքին, որ պետք է հաշվառումները փոխել եւ այդտեղ էլ դա քննադատելու բան չէ, այսինքն օբյեկտիվ բացատրությունն այնտեղ է, որ հաշվառում չփոխելը եւ տարիներ շարունակ դրան չանդրադառնալը մարդկանց կյանքում ոչ հաշվառվողի, ոչ էլ սեփականատիրոջ նեղություն չեն տալիս, այսինքն այդտեղից չի գեներացվում, չի ծնվում օրինակ գույքային իրավունք, անհանգստանալու առիթ չի լինում, դրա համար ուղղակիորեն մարդիկ դրան ուշադրություն չեն դարձնում։ Եթե քաղաքացու հասցեում կան հաշվառված մարդիկ, որոնց նա դեմ է, կարելի է օրինակ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության էլեկտրոնային փոստին MCS շնիկ.gov.am-ին ուղարկել ստորագրված դիմում, մոտենալ տարածքային ստորաբաժանում կամ դիմել e-request հարթակով։ Ստուգելու համար կա Elections.am հարթակը, դա կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքեջն է, որտեղ բաց են տվյալները, հիմա չանդրադառնանք, լավ է որ բաց են, վատ է որ բաց են, բայց ստուգելու հնարավորություն կա։ Ստուգելու հնարավորություն բնականաբար կա նաև, եթե անձը, ով հանդիսանում է սեփականատեր, մոտենում է մեր մասնաճյուղերից տարածքային գրասենյակներից ցանկացած։ Ծառայության պետը տեղեկացրել է նաև, որ անձի փաստացի հաշվառումից որևէ պարտավորություն և իրավունք չի ծնվում։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։